Որտեղից ձեզ այսքան ինֆորմացիան։ Նունե Ազիզյանը ինչպես է վերաբերվում ստին։ Եթե բանը գալիս հասնում են նրան, որ կամուրջներ այրելու ժամանակն է եկել, ապա միանշանակ այրելու եմ եւ հետ չեմ նայելու։ Ինչն է ձեր կյանքում փոխվել։ Առաջին տարին, երբ ես չնկատեցի ոնց են ծաղկում ծառերը, Ես վստահ եմ, որ սա հեշտ չէ։ շատ բարդ է, բայց երևի արդեն սովորել եմ։ Բժիշկ Ազիզյան, դուք օրը սկսում եք սուրճով։ Ոչ։ Ահա։ Ինֆորմատորին մեղադրում եմ հենց հիմա եւ պահանջում եմ ձեզնից ճշմարտությունը։ Ինչպես եք սկսում օրը եւ ինչպես եք ավարտում։ Օրը սկսում եմ միանշանակ նախաճաշով եւ սուրճ երբեք չեմ օգտագործում մինչեւ նախաճաշ։ Օրական խմում եմ մեկ անգամ սուրճ եւ դա լինում է հաճախ աշխատավայրում, աշխատանքային օրերին, այսինքն աշխատանքային օրս աշխատավայրում սկսում եմ սուրճով։ Ահա։ Ասում են, որ ձեր ոչը այո չի, սկզբունքային եք։ Ընդհանրապես այո։ Սկզբունքային եմ, բայց այդպես չի ասի, որ ոչը այո չի դառնում։ Բոլորս էլ ունենում ենք սխալներ, սխալ մոտեցումներ կարող են լինել, երբ պատկերացնում ես մի բանի մասին, բայց գործ ունես այլ իրավիճակի հետ եւ հարկ է լինում որոշում փոփոխելու։ Եվ իհարկե այդ սիտուացիայում որոշումս փոխում եմ։ Իսկ դուք ուրիշին որոշումը փոխել դրդում եք։ Ձեր խոսքով, ժպիտով, ժեստով։ Այո։ Ես իրականում ունեմ որոշակիորեն այսպես կոչված համոզելու բնավորություն։ Հաճախ լինում են, երբ դիմացինս մերժում է ինչ-որ մի իրավիճակին համապատասխան, ինչ-որ իրավիճակում, այդ դեպքում փորձում եմ բոլոր կետերով բացատրել ինչի եմ ես ճիշտ եւ ինչի պետք է նման որոշում ընդունել, եւ եթե դիմացինս լսում է իմ ասածը մինչեւ վերջ, միասին հաղորդակցվելու արդյունքում որոշման փոփոխության գալիս է։ Ձեզ բնորոշելիս բոլորը միաձայն շեշտում են, որ դուք ամենաիրատես մարդն եք, որին կարելի է հանդիպել։ Այ ինչքանով է դա ձեզ օգնում եւ արդյոք իրականությունը փոխելու փորձեր անում եք կամ անհրաժեշտություն զգում եք։ Որտեղից ձեզ այսքան ինֆորմացիան։ Դե լավ, չեմ ասի։ Իրականում այո, բավականին ռեալիստ եմ, շատ փորձում եմ Կյանքի բերումով թե այդպես է ստացվել, Չէ, ես այդպիսինն եմ երևի, որտեվ ես ինձ հիշում եմ, միշտ բավականին ամուր եմ եղել կանգնած իմ ոտքերի վրա եւ իրատես եմ եղել տարբեր իրավիճակներում։ Այսինքն, երբ փորձել են ինձ դեպի պեսիմիզմի տրամադրել կամ դեպի խիստ օպտիմիզմի, ես ավելի իրատեսական եմ լինում եւ այդ արդյունքում ճիշտ որոշման եմ գալիս։ Այսինքն իրավիճակը կարողանում եմ ճիշտ ընկալել, հասկանալ տարբեր դրույթները այդ իրավիճակի եւ տարբեր կողմերը, ու դա օգնում է ինձ ճիշտ որոշում կայացնելու հարցում, շատ է օգնում։ Կարելի է ասել, որ իրատեսությունը ձեր ոսկե միջինն է, պեսիմիզմի եւ լավատեսության միջև։ Այո, ես ընդհանրապես պեսիմիստ չեմ իմ բնավորությամբ, ավելի շատ իրատես դեպի օպտիմիզմին եմ հակված։ Ամեն դեպքում ուզում եմ, որ ամեն ինչի լավը լինի, հա, դրականը լինի բոլոր սիտուացիաներում։ Բայց իհարկե կյանքի բերումով լուծումները եւ իրավիճակները տարբեր են լինում, այնպես որ ընդունում եմ նաեւ բոլոր տարբերակները, փորձելով այդ ամենի մեջ տեսնել դրականը։ Ահա։ Ասում եմ, որ դուք նաեւ լավ հոգեբան եք։ Վերջերս այս թեմային շատ են անդրադառնում, ասում են աշխարհում բոլորը հոգեբանի կարիք ունեն։ Իբր բոլորս հոգեբանի կարիք ունեն։ Բայց ձեր մասին խոսելիս բոլորը նաեւ փաստում են, որ ձեր խնդիրների շողքը նույնիսկ տեսնել հնարավոր չէ, որովհետև դուք շատ հազվադեպ եք այդ մասին խոսում, ընդհանրապես չեք խոսում։ Դուք հոգեբաններ ունեք, ովքեր են նրանք, մտերիմներն են, թե ինքներդ ձեզ հետ եք խոսում։ Ես ձեր հետ միանշանակ համաձայն եմ, մեր երկրում ես կասեի, որ հոգեբանությունը նոր է զարգացում ապրում, այդ ճյուղը նոր է զարգացում ապրում,
երբ դիտում էինք 20 տարի առաջ ինչ իրավիճակ էր, հա, բժիշկներին եթե հարցնեինք դուք կուզենայիք դիմել հոգեբանի կամ արդյոք ձեր պացիենտը ունի հոգեբանի կարիք, միանշանակ կլսեիք ոչ պատասխանը, բայց իրադարձությունները զարգացել են եւ կարծում եմ շատերս արդեն հասկացել ենք, որ հոգեբանները իրականում շատ մեծ դեր են կատարում աշխարհում, հա, որովհետեւ մարդիկ իրենց կյանքի ընթացքում մանկությունից սկսած առնչվում են բազմաթիվ խնդիրների հետ եւ հաճախ նրանք չեն կարողանում այդ իրավիճակներից դուրս գալ։ Դա մնում է որպես տրավմա եւ իրենց կյանքի ընթացքում տարբեր դրսևորումների ձևով է ի հայտ գալիս։ Որոշների մոտ վախի տագնապի զգացողություններով, որոշների մոտ արդեն այդ ամենը այնքան է խորանում, որ հանդես է գալիս ֆիզիկական դրսևորումներ, բայց պետք է նշեմ, որ շատ խոսացող մարդկանց մոտ, ովքեր իրենց ներքինը հաճախ կիսում են իրենց ընկերների, հարազատների հետ, նրանց մոտ այդպիսի դրսևորումները շատ ավելի եզակի են հանդիպում։ Իսկ ինչ վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին կարիք կա թե ոչ, ես կարծում եմ, որ այո, բոլորը ունեն հոգեբանի կարիք կամ լավ ընկերոջ կարիք, ով կհանդիսանա այդ պահին քեզ համար հոգեբան եւ կլսի, իհարկե հոգեբանը անալիզի չի ենթարկում այն մարդուն, ում որ լսում է, բայց որոշակի ուղղություններ այդ խոսալու ընթացքում ինքդ կարողանում ես բացահայտել։ Եվ ճիշտ են ասել, որ ես որոշակի նաև հոգեբանական ունակություններ ունեմ, այո, դա ասում են նաև իմ շատ պացիենտներ, որովհետև երբ որ պացիենտը ինչ-որ գանգատ է նշում, որը դու հասկանում ես, որ ֆիզիկական կամ անատոմիական ոչ մի ինչ-որ հիմքեր չունի, հիվանդություն այդ ամենի ներքևում չկա, հասկանում ես, որ այս խնդիրը գալիս է հոգեբանությունից կամ տարած տրավմայից։ Ու երբ սկսում ես խոսել եւ կարծում եմ իմ պացիենտները լսելով այս ամենը կփաստեն, որ հաճախ իմ սենյակում լացում են նրանք, լաց են լինում։ Եվ դա լինում է բավականին օգնություն, որովհետեւ հենց այդ պահին նրանք sense թուլանում են ու ինձ ասում են, որ մեզ նման հարցեր, մենք եղել ենք շատ բժիշկների մոտ, բայց նման հարցեր երբեք չեն տվել։ Ու դուք հիմա այս ամենը ինչ որ քննարկեցինք ձեզ հետ, հասկացանք, որ այո, դուք ճիշտ եք, հիմքում ընկած է լրիվ ուրիշ խնդիր։ Ու այդ խնդիրը հաղթահարելուց հետո դրսևորումները անցնում են։ Ուրիշների խնդիրները երբ լսում եք, ձեր խնդիրները ձեր աչքին ավելի մեծ թե ավելի փոքր են թվում։ Ես եթե ասեմ, որ ունեմ հոգեբանական խնդիրներ, կսխալվեմ, կարծում եմ։ Իսկ բոլորս էլ ունենք հոգեբանական որոշակի փոքրիկ, այսպես ասած, կիքսեր, հա, երևի։ Այո, երբ որ ես շփվում եմ պացիենտի հետ, իհարկե պացիենտի խնդիրը լսելով դու հասկանում ես ինչքան գլոբալ պրոբլեմներ ունեն մարդիկ, ինչքան գլոբալ խնդիրներ կան, որոնք քո փոքրիկ խնդրի առաջ նույնիսկ համեմատելի չեն, հա։ Հաճախ հոգեբանական այդպիսի հնարքներ կան եւ պացիենտի հետ խոսելուց բերում ես օրինակներ, պացիենտը հասկանում է իր խնդրի մեծությունը կամ իր խնդրի փոքրությունը։ Եթե պացիենտը նախկինում այդ խնդիրը բավականին մեծ եւ պրոբլեմատիկ է դիտարկել, ու իրան ավելի գլոբալ խնդիր ես դու առաջարկում, ասում ես, այ գիտես, այսինչ դեպքում կարող է այս sense բան նույնիսկ տեղի ունենար, ինքը միանգամից իր խնդիրը ավելի փոքրացնում է, ու դա ավելի լուծելի է դառնում։ Իսկ ինչ վերաբերում է մեզ բժիշկներից, մենք իհարկե ունենք այսպես կոչված burnout համախտանիշը, չենք կարող չունենալ, ուղղակի մի հարց է մենք դա ընդունում ենք, թե չենք ընդունում։ Իսկ հավատացնում եմ ձեզ, բոլոր բժիշկները, որովհետև հենց առաջին կետում burnout-ի բժիշկներն են գտնվում, այդ խնդիրը ունեն։ Դուք տեսակով շատ շփվող եք, բայց նաև ունեք սահմաններ։ Միանշանակ։ Կամ մի դարպաս, որը միայն թակելը բավարար չէ ներս մտնելու համար։ Դա ինչ է, ինքնապաշտպանողական ինչ-որ ռեակցիա, թե պարզապես ընտրություն, մարդկանց հերթով եք ներս թողնում ձեր կյանք կամ չեք թողնում։ Վայ, շատ եք ինձանից հետաքրքրված այս ինֆորմացիան։
Լավ։ Այո, ես շատ շփվող եմ, բայց միանշանակ այդ սահմանը կա։ Սահմանը, որպեսի հատեն եւ անցնեն դեպի այս կողմ, դեպի իմ կողմ, դա հավանաբար տարիների եւ կյանքի փորձությունների միջով պիտի անցնենք, որովհետեւ ես շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում, շատ տարբեր իրավիճակներում, տեսնում եմ եւ լավ եւ վատ կողմերը, տեսնում եմ մարդկանց թե չարախոսելը, թե բարի ձևով ամեն ինչ ներկայացնելը, հա, եւ փորձում եմ ավելի շատ մտերմիկ հարաբերությունների մեջ լինել այն մարդկանց հետ, ում աուրան իսկապես դրականն է, ում հետ շփվելով ես ստանալու եմ այդ նույն աուրան ու տալու եմ իրեն էլի իմ դրական աուրան։ Դուք հենց այնպես խոսքի չեք բռնվում։ Եթե հարց են տվել ձեզ, պատասխանում եք եւ վերջ։ Էլ չեք ծավալվում, չեք երկարացնում, խոսքը երկարաշունչ չէ։ Իսկ դիմացինի խոսքին ինչքանով եք կարևորություն տալիս։ Մեկը կարող է շողոքորթել, մեկը կարող է խոսքով ջերմություն տալ, մեկը կարող է խոսքով ջերմություն վերցնել։ Եթե դուք ձեր խոսքը կառավարում եք, այսպես ասած, դիմացինի խոսքին ինչպես եք վերաբերվում։ Ամենաչսիրածս բանը դա շողոքորթելն է։ Երբեք չեմ սիրել։ Եվ չեմ սիրում, որ իմ հանդեպ են այդպես անում, որտեվ ես դա ակնթարթային զգում եմ։ Երբ ինձ փորձում են ինչ-որ շողոքորթումներով դեպի իրենց կողմ գրավել, հա, այդպես չի լինում, ես դա թույլ չեմ տալիս, դա գիտեն, կարծում եմ բոլորը եւ նկատել են ինձանից, ինչ վերաբերում է իմ լակոնիկ խոսքին, ես նաեւ դպրոցում եմ եղել այդպիսին եւ երբ շարադրություն էինք գրում դպրոցում, իմ ուսուցիչը հայոց լեզվի ուսուցիչը ինձ ասում էր քո շարադրությունը շատ լակոնիկ է, միտք ամբողջությամբ ձևակերպված է, բայց 10 տողով։ Հաճախ երկար խոսում եմ պացիենտների հետ, բացատրում եմ խնդիրը, որպեսզի ել ավելի լավ հասկանան, ես սիրում եմ բացատրել, որովհետև տվել մարդը պետք է հասկանա ինչ է իր հետ կատարվում։ Ու պետք է հասկանա միջև վերջ։ Այդ դեպքում պացիենտը կսկսի համագործակցել իր բժշկի հետ, եւ այդ դեպքում կստանանք լավագույն արդյունքը։ Դե եկեք հիվանդանոցի պատերից դուրս գանք ու կյանքում խոսքի արժեքին անդրադառնանք։ Այ, խոսեցիք, երկար պացիենտին բացատրեցիք։ Իսկ կյանքում իրողության մասին երկար խոսելը ո՞նց է անդրադառնում ձեզ վրա։ Բացատրություններ տալ կամ լսել սիրում եք, թե ոչ։ Երկար խոսք լսում եք, թե ոչ։ Չէ, երկար խոսքը կորցնի իր ուժը։ Ես այդպես եմ համենայն դեպս գնահատում։ Կարծում եմ պետք է խոսել հստակ, ճիշտը, նախ առաջինը ճիշտը, եւ այդ ճիշտը միշտ ընդունելի է լինում։ Ճիշտը հասնում է տեղ։ Երկար խոսել, երկար բացատրություններ տալը արդեն կորցնում է իր ուժը։ Չի կարող այդ երկարությունը պահել հարաբերություններ։ Կարելի է երկար լսել ընկերներին, լսել իրենց խնդիրները, քննարկել տարբեր բաներ, բայց բացատրություններ տալ երկար ինչ-որ բանի համար դա ամենամեծ սխալն է։ Դուք ասացիք, որ հարաբերություններ կարող են կորսվել։ Դուք կամուրջներ այրող եք, եթե մարդուն որոշեցիք բաց թողնել։ Կամուրջը այրում ու գնում եք, թե հետ դարձի մի փոքր արահետ մնում է այնուամենայնիվ։ Նախ նման մարդիկ իմ կյանքում շատ եզակի են։ Եվ եթե բանը գալիս հասնում են նրան, որ կամուրջներ այրելու ժամանակն է եկել, ապա միանշանակ այրելու եմ եւ հետ չեմ նայելու։ Ես այդպիսին եմ, բայց այդպիսի դեպքեր շատ եզակի են եղել իմ ուսանողական տարիներից սկսած, հա դպրոցականին չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ այդ ժամանակ այդ անցումային տարիքն է դպրոցական տարիքը եւ նույնիսկ բավականին էլ աղոտ եմ հիշում, բայց հիշում եմ, որ դպրոցում եմ եղել ակտիվ երեխա,
բայց կամուրջներ երբեք չի փոխվել, եւ հիմա էլ եք շատ ակտիվ։ Հիմա էլ եմ շատ ակտիվ, ոչ թե շատ ակտիվ, այլ ակտիվ եմ, ինքս իմ կերպարով երևի կազմակերպիչ տեսակ եմ, դա է նպաստում, որ ակտիվ լինեմ իմ զբաղեցրած դիրքով եւ իմ աշխատանքով, հա, որովհետև երբ արդարացվում է պահանջները, քեզ վրա էլ ավելի են հույսը ավելի է հա, մեծանում։ հույսը էլ ավելի, ճիշտ եք, հույս դնում են քեզ վրա ավելի շատ։ Դուք թիմային խաղացող եք։ Իհարկե խաղացողը չեք Միանշանակ։ Միանշանակ։ Եվ հաճախ եք ասում, որ համախմբվածությունը կարևոր գործիք է։ Դրա հետևում մեծ արդյունքներ կարող են թաքնված լինել։ Թիմում հավասարության կանոններ եք սահմանում, երբ հայտնվում եք միտեղ, որտեղ հերթական մասնակից պիտի լինեք, թե ամեն դեպքում ձեր տեսակը ավելի շատ լիդեր է։ Սկզբում երևի թե հավասար կանոններով եմ սկսում, բայց կախված մարդկանց տեսակից լիդերությունս կարող է հաղթել։ Եղել են այդպիսի դեպքեր, երբ սովորում էի ուսանողական տարիներին, մի խմբում էինք գտնվում, որտեղ պետք է տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ունեինք եւ այդ խմբում բաժանվել էինք էլի խմբերի եւ ես ստիպված եղա դառնալ լիդեր, որովհետեւ որոշում կայացնողը եւ թելադրողը ես եղա։ Ահա։ Դա էլ նպաստեց իմ լիդերությանը։ Մի քիչ էլի վերադառնանք պացիենտներին, որովհետև ձեր պարագայում նրանցից հեռվանալը գրեթե անհնար է։ Դուք բարդ պացիենտներ ունեք։ Չնայած ասում են հեշտ պացիենտներ չկան, բայց դուք բարդ պացիենտներ ունեք, որովհետև նրանք ոչ միայն թոքային պաթոլոգիաներ ունեն, երբեմն համատեղ հիվանդություններ եւ այլն եւ այլն եւ այլն, եւ ասում են, որ նաեւ COVID-ի շրջանում գերզբաղված եք եղել ու շատ ծանր գրաֆիկ եք ունեցել։ Գաղտնիք չէ, որ COVID-ի շրջանը բոլորիս համար կյանքի ու մահվան սահմանագիծը նորովի գնահատելու ինչ-որ շրջան էր։ Ձեզ համար որպես բժիշկ եւ որպես մարդ, այդ սահմանագիծը որտեղ հատվեց եւ ինչ փոխվեց դրանից հետո։ Հիմա անցել են տարիներ։ Դուք էլի Թոքաբան Նունե Ազիզյանն եք, որին շատերը ճանաչում են, սիրում են եւ վստահում են։ Բայց կյանքեր փրկելուց եւ կյանքեր փոխելուց տարիներ անց, մասնավորապես COVID-ի շրջանում, ինչն է ձեր կյանքում փոխվել։ Ինձ թվում է փոխվել եմ ես։ Վերագնահատել եմ, վերանայել եմ իմ կյանքը։ Ինձ թվում է փոխվել է մարդկությունը նաև COVID-ից հետո։ Շատերն են դա ասում, հա։ Նախ պետք է ասեմ, որ դա իսկ իրապես ստրեսային է եղել։ Ստրեսային է եղել ոչ մենակ ինձ համար, այլ նաև ամբողջ երկրագնդի։ Ինձ համար առավելապես, որովհետև ես գույն սիրող մարդ եմ եւ դա եղավ իմ կյանքի առաջին տարին, երբ ես չնկատեցի ոնց են ծաղկում ծառերը, ոնց է կանաչում տարածքը, չնկատեցի ոչ մի ծաղիկ, ոչ մի գույն։ Նման բան ինձ հետ երբևէ չէր եղել։ Հիշում եմ մի օր ճանապարհին մեքենա վարելու ընթացքում նկատեցի, որ իմ ամբողջ շրջապատը կանաչի ու ես դա չեմ տեսել։ Այսինքն դա տևել է երևի 1-2 ամիս, որի ընթացքում ինձ թվում է ես չեմ ապրել, ես գոյատևել եմ։ Օրը սկսում էր առավոտյան 8-ից, վերջանում էր գիշերը ժամը 1-ին 2-ին, ես գալիս էի տուն ժամը 9-ին 10-ին երեկոյան, եւ մինչեւ ժամը 1-ը ես խոսում էի հեռախոսով ծանրագույն պացիենտների հետ։ Իհարկե մեծ բավականություն է, երբ որ պացիենտը բուժվում է։ Դա մեծ բավականություն է, երբ որ դու կյանք ես փրկում։ Բայց իհարկե եղան կորուստներ եւ դա չի կարա ազդեցություն չունենա քո ապագայի վրա։ Մենք բոլորս բժիշկներս խիստ ցավում ենք նման բաների համար։ Ինչով եմ վերագնահատել իմ կյանքը, հա։ Տեսեք, այն ժամանակ բոլորիս պատկերացումները
միջև վիրուս, հա, մի քիչ այլ էր։ Մենք բոլորս ազատ էինք, չէինք պատկերացնում, որ կյանքում կարա նման դժվարություններ լինի, իսկ հիմա պատկերացնում ենք, որ կարանք մեկ էլ մի վայրկյանում առնչվենք այնպիսի սիտուացիայի հետ, որը լինի խիստ ստրեսային, ու այդ ստրեսը պետք է հաղթահարել։ Պետք է գտնես քո մեջ կամքի ուժ, պետք է գտնես ուժ ու պինդ լինես։ Այդ դա ինձ փոխեց։ Ես ձեր ամբողջ խոսքից վերցրի հետևյալ նախադասությունը, որ չնկատեցիք, թե ինչպես են ծառերը նորովի ծաղկում։ Հիմա, երբ ձեր աշխատասենյակ ենք մտնում, անհնար է չնկատել այն շքեղ խոլորձները կամ օրխիդները, ինչպես շատերը գիտեն, որոնք ձեր սենյակում երևի այն գույներն են բերում, որոնց մասին դուք խոսում եք։ Երբ կյանքի գույներն են պակասում, ինչ եք անում։ Ծաղիկներով եք լցնում, մարդկանցով եք լցնում, ինչ եք անում։ Այսպեսի մի հետաքրքիր բան ասեմ, ես ինքս էլ չեմ հասկանում ինչի է այդպես, բայց ես սև գույնի հետ ոչ մի առնչություն չունեմ։ Եվ ես իմ կյանքում սև գույնի ոչինչ չեմ ունեցել։ Ես ինքս ձեռք չեմ բերել սև գույնի ոչ մի բան ինձ համար։ Իմ ամեն ինչը եղել է գույնի մեջ, գույն է ունեցել անպայման։ Դե սպիտակը իհարկե կա, բայց մնացած ամեն ինչը ունեցել են գույներ։ Քանի որ ես ինքս սիրում եմ ամեն ինչի դրականը եւ փորձում եմ նույնիսկ վատ սիտուացիայի մեջ տեսնել դրականը, դրա համար երևի իմ շուրջ գույները չեն պակասում։ Եթե պակասում են, ես փորձում եմ դրա մեջ էլի դրականը գտնել ու բերել, ավելացնել։ Եթե այլ բժիշկների պարագայում ասում են, թե նա շատ հոգատար է, թե նա շատ բարի է, շատ պարտաճանաչ է, ձեր պարագայում ասում են, որ Ազիզյանն ունեն իր պացիենտների համար շաբաթը 7 օր, 24 ժամ հասանելի է։ Ես բժիշկ չեմ, բայց ես վստահ եմ, որ սա հեշտ չէ։ Դուք ունեք ձեր անձնական տարածքը, դուք ունեք ձեր ընտանիքը, ունեք ձեր զավակին, բայց ունեք բազմաթիվ պացիենտներ, որոնց համար իրապես հասանելի եք միշտ։ Բարդ չէ։ Ես ասացի, որ բարդ է, բայց ես ուզում եմ ձեզնից լսել։ Բարդ չէ։ Շատ բարդ է։ Շատ բարդ է, բայց երևի արդեն սովորել եմ։ Քանի որ ամուսինս էլ է բժիշկ, այս ամենը մի քիչ մեր տանը ուրիշ ձև է ընկալվում, որովհետև նույն վիճակում նաև ինքն է գտնվում, այսինքն մենք հասկանում ենք իրար։ Միգուցե եթե բժիշկ չլիներ, իր համար էլ դա դժվար լիներ, բայց քանի որ իմ բախտն էլ այդպես է ստացվել, բարեբախտաբար նա բժիշկ է, մենք իրար ճիշտ ըմբռնում ենք եւ որպես խոչընդոտ դա չեմ կարող դիտել, դա կարող եմ դիտել միայն որպես օգնություն պացիենտին։ Իհարկե Եվրոպայում եւ Ամերիկայում նման մոտեցում չկա։ Բժիշկը իր աշխատանքի ժամը ավարտեց, նա անհասանելի է դառնում այլևս, բայց ես փորձում եմ ամեն ինչով համենայն դեպս աջակցել եւ իմ պացիենտների կողքին լինել։ Ես միշտ ասում եմ, որ սերն ու ժամանակը ամենաթանկն են, որ մենք կարող ենք դիմացինին տալ։ Տեսեք, դուք ձեր չվերադարձող ժամանակը տրամադրում եք մարդկանց, պացիենտներին, փաստացի օտարներին, չնայած բժիշկների դեպքում օտարներ չկան, դուք բոլորի նկատմամբ եք սրտացավ։ Ինչքանով եք կարևորում, թե դիմացին ինչքան ժամանակ է ձեզ տրամադրում։ Որովհետև հիմա կյանքի ընթացքն է փոխվել, կյանքի որակն է փոխվել։ Մենք շտապում ենք ապրել եւ ժամանակը չենք կարողանում կառավարել ու գնահատել։ Որոնք են այն մարդիկ, որոնց տված ժամանակը ձեզ համար կարևոր է եւ որոնց տված ժամանակը կարողանում է փոխարինել այն ժամանակին, որը դուք բառից լավ իմաստով կորցնում եք աշխատավայրում։ Իհարկե ընտանիքս, ընտանիքիս անդամները, ամուսինս, զավակս, ծնողներս, հարազատներս, գիտեք, մենք բժիշկներս իրականում շատ ենք աշխատում ու նաև փորձում ենք վայելել կյանքը, այսպես ասած, հա, ես հիմա այդ արտահայտությունը բավականին հաճախ եմ կիրառում, ասում եմ, այսքան աշխատում ենք, այսքան տանջվում ենք, պետք է փորձենք նաև վայելել, ինչ եմ փորձում անել, հա, փորձում ենք բոլորս շատ ճանապարհորդել համենայն դեպս, գոնե այդ ժամանակահատվածում հեռախոսը լինում է անհասանելի կամ աշխատում են միայն ինտերնետային հնարավորությունները, այսինքն դա Viber, WhatsApp-ն է, եւ այդ ժամանակը տրամադրվում է ամբողջությամբ ընտանիքին։
Նրանք ձեր զբաղվածության հետ հաշտ են, ամուսինը նշեցիք, որ սովոր է, իսկ ձեր որդին։ Որդիս էլ գիտեք, երևի քանի որ մանկուց տեսել է այս զբաղվածությունը, ինքը երևի այլ կերպ չի պատկերացնում, հա, որովհետև իր կյանքը այդպիսինն է եղել։ Միշտ էլ մաման, պապան եղել են զբաղված, բայց ոչ ամբողջ օրը, հա, երբ որ մենք գալիս ենք տուն, մենք մաքսիմալ փորձում ենք տրամադրել մեր ժամանակը իրեն։ Փոքր ժամանակվանից ինքը տարբեր խմբակներ ա գնացել, մենք բոլորս ես կամ ամուսինս զբաղվել ենք այդ ամենով, տարբեր թեմաների շուրջ խոսակցություններ, մենք բավականին ընկերական ենք իր հետ վերաբերվում եւ ինքն էլ է այդպես զգում, կիսվել, ներքնաշխարհը պատմել, այս ամենի հետ կապված խնդիրներ չունենք, այնպես որ լսում ենք նաեւ իրեն, ինքն էլ չի կաշկանդվում ու պատմում ամեն ինչ։ Դե այն ամեն ինչ որ համենայն դեպս հասանելի է ծնողներին, հա, կարելի է խոսալ ու պատմել։ Դրա համար չի ասի, որ չի տրամադրվում իրան այնքան ժամանակ, որ նա կուզենար լիներ։ Լինում են իհարկե դեպքեր, երբ մենք ճանապարհորդում ենք առանց իրա, դա բավականին եզակի է։ Այդ դեպքում իհարկե մի քիչ խոսակցություններ ունենում ենք իր հետ, նա սկսում է մեզ մեղադրել, բայց գալիս ենք համաձայնության։ Դուք թե կյանքում եք ավելի խիստ եւ զգաստ։ Նույնիսկ ձեր հագուստի ոճն է այդպիսին։ Ես ուզում եմ իմանալ, որտեղ եք ձեզ ազատություններ թույլ տալիս, որտեղ է ձեր ազատության սահմանը, կան սահմաններ, թե չկան։ Չէ, իհարկե կան։ Ես համ ազատ եմ, համ այսպես կոչված թույլ եմ, հա, որովհետև սենց նայելով կարող եմ մտածել, որ շատ ուժեղ անձնավորություն եմ, բայց այդպես չի, եւ ես այդ ազատությունն ու թուլությունը ինձ կարողանում եմ ցույց տալ իմ ընտանիքում, իմ ընկերների մոտ։ Աշխատավայրում իհարկե ոչ, բայց ընտանիքում եւ ամենակարևորը ամուսնուս կողքին ես ինձ կարողանում եմ զգալ այնպիսին, ինչպիսին ես ինձ ուզում եմ զգալ որպես կին։ Ինչքանով են մարդիկ իրենց թուլությունների մասին պատրաստ խոսել ձեզ մոտ։ Աշխատանքից դուրս։ Շատ։ Ինչու։ Երևի ձեր ասած հոգեբանն եմ, շատ են խոսում, պատմում խնդիրների մասին, միգուցե լսող եմ նաև, դրա համար կիսվում են ինձ հետ շատ հաճախ։ Եթե ինչ-որ խնդիրներ կան ընկերների մոտ, թեկուզ ընտանեկան խնդիրներ, բոլորը խոսում են, կիսվում են, լսում եմ նրանց։ Գիտեք, ինչպես ասացի, խոսքի մեջ էլ մարդ կարող է իր խնդիրը գտնել։ Հենց ուղղակի այսպես նկարագրելով կարող է իր խնդիրը ինքնուրույն հասկանա։ Ու դա միայն օգնում է։ Երբ ինձ մոտ ասում են, որ երբ մարդն ինձ մոտ ասում է, որ պատրաստ է լսել, ինձ մոտ հարց է առաջանում. արդյոք նա լռության կարիք չի ունենում։ Որն է ձեր ներքին լռության հասցեն։ Եվ արդյոք դուք լռության կարիք ունենում եք, թե ոչ։ Իհարկե։ Իհարկե։ Այդ լռությունն էլ եմ ստանում տանը։ Այսինքն դա հանգստությունն է։ Երբ որ ոչ մեկ քեզ չի անհանգստացնում, դու կարող ես լինել ինքդ քեզ հետ, եւ այդ հանգստությունն էլ, հանգստության պատկերացումն էլ ամեն մարդու մոտ մի ձևի է։ Մեկը հանգստություն զգում է կարդալու միջոցով, մյուսը այսօրվա դրությամբ հեռախոսի մեջ փորփրելու միջոցով, հա, ինտերնետում այսպես կոչված Facebook եւ Instagram-յան հարթակներում կամ ինչ-որ հետաքրքիր բաներ կարդալով հենց հեռախոսի միջոցով ամեն մարդ յուրովե է հանգստանում։ Ես մի ժամանակ յոգայի էի գնում եւ դա ինձ շատ օգնում ու հանգստացնում էր, թե ֆիզիկական առումով եւ թե հոգեպես։ Դա շատ կարեւոր է։ Պետք է նշեմ, որ ընդհանրապես անկախ մեր զբաղվածությունից շատ կարեւոր է, որ մենք ուշադրություն դարձնենք մեր ֆիզիկական վիճակի վրա, որովհետեւ դա է մեզ առողջացնելու ի վերջո, դրանով է մեր առողջությունը ապահովում։ Հիմա ցավոք գերզբաղված եմ եւ չեմ հասցնում ֆիզիկապես, բայց շատ սիրում եմ եւ գտնում եմ, որ դա շատ լավ միջոց է
թե ֆիզիկական եւ թե հոգեկան հանգստության համար։ Ես հետգրության տեսքով անընդմեջ վերադառնում եմ զրույցի ընթացքում ձեր նախորդ խոսքերին, դուք այսպես շատ շեշտակի ասացիք, որ շողոքորթությունը չեք սիրում եւ չեք ընդունում։ Ես չգիտեմ ինչքանով եմ ճիշտ, բայց նկատել եմ, որ դուք շատ ուղղախոս եք, ասում եք շատ միանգամից, հենց այդ պահին, այսինքն այստեղ եւ հիմա մտածեցիք, ասացիք։ Սովորաբար դա ոչ միանշանակ է ընդունվում։ Բոլորին չէ, որ դուր է գալիս, որ իրեն ասում են ճշմարտությունը իր ողջ գեղեցկությամբ կամ հակառակը ողջ դառնությամբ։ Դա ձեզ օգնում է, դա ձեզ խանգարում է։ Ինչ եք զգում այդ ճշմարտությունն այդքան միանգամից ասելիս։ Միշտ չէ, որ այդքան միանգամից ասում եմ, լինում են դեպքեր, երբ լռում եմ ուղղակի եւ ոչինչ չեմ ասում, որովհետեւ եթե գիտեմ, որ ճշմարտությունը մեծ ցավ է պատճառելու, իհարկե դրա մասին կլռեմ։ Եթե գիտեմ, որ ճշմարտությունը փոխելու է իրավիճակ, իհարկե խոսելու եմ։ Երբ գիտեմ, որ ճշմարտությունը օգնելու է աշխատանքային հարցում, միանշանակ եմ խոսելու։ Իսկ լինում են դեպքեր, այո, երբ դա ցավ է պատճառում, կամ կարելի է խոսել որոշակիորեն, ինչ որ մի մասը բացատրելով, մնացածը այնպես ասելով, որ դիմացինդ ինքը հասկանա ողջ իրավիճակը։ Նունե Ազիզյանը ինչպես է վերաբերվում ստին։ Ոյ, շատ վատ։ Շատ։ Ես չեմ հիշում, որ ես սուտ խոսեմ։ Ես միշտ փորձում եմ խոսել ճիշտ, իսկ եթե իրավիճակ է, որտեղ պիտի ստեմ, ես կլռեմ։ Ես չեմ խոսա ուղղակի, կամ կշրջանցեմ այդ իրավիճակը։ Ես հենց դա եմ ուզում ասել, ասում են չասել ճշմարտությունը եւ լռել չի նշանակում ստել։ Հա։ Չէ, իհարկե։ Սուտ խոսել, նախ սուտից վատ բան չկա։ Ես այս թեմայով շատ եմ խոսել տարբեր մարդկանց հետ։ Կարծիքները շատ տարբեր են։ Ինձ հաճախ ասում են, որ գիտես, այդպես չի, լինում է փրկող ստեր։ Այո, կան փրկող ստեր եւ այլն եւ այլն, ես այդ փրկող ստի հետ երբևէ դեռ չեմ առնչվել ու չի ուզենա առնչվել, բայց եթե կարելի է այդ իրավիճակը շրջանցել, թեկուզ քո դեմքի արտահայտությունից դա իհարկե կարա երևա, որ դու ուղղակի շրջանցեցիր, որտեվ չես ուզում ասել ճշմարտությունը, ու դա դիմացինին մտածելու առիթ կտա, բայց ավելի լավ է այդպես, քան թե ես հետո ինքս ինձ հետ ներքին պայքար կսկսվի։ Պայքար, այո, իհարկե, պայքարի մեջ չմտնեմ։ Նախ սուտը միշտ մոռացվում է, կամ դու պիտի ապրես ստի մեջ եւ հավատաս այդ ստերին, որպեսզի չմոռանաս, բայց դա արդեն իրականությունից կտրված կյանք է, այնպես որ ես գերադասում եմ լինել ճշմարիտ, խոսել ճշմարտության մասին, վատ իրադարձությունների ժամանակ կամ խոսել, կամ շրջանցել, իսկ ստել երբեք։ Ձեզ բնութագրում եմ որպես ակտիվ, ընկերասեր, նպատակասլաց կին։ Դուք ձեզ կնկարագրեք։ Դե ինչպես ասեցի, ես ինձ ինչ հիշում եմ մանկությունից, այսպես կոչված իմ ոտքերի վրա ամուր կանգնած եմ եղել միշտ։ Երբեք չեմ սիրել խնդրել, դա էլ է միգուցե ինչ որ չափով մի բարդույթ, չգիտեմ, բայց խնդրել չեմ սիրել։ Խնդրում եմ ուրիշների համար, սիրով, երբ որ պետք է ինչ որ մի բանում օգնեմ, խնդրեմ, ապա կանեմ, բայց ինքս ինձ համար ոչինչ երբեք չեմ խնդրում։ Կարող եմ խնդրել ամուսնուս անշուշտ, բայց ուրիշ ոչ մեկին չեմ խնդրում։ Նպատակասլաց, այո, նպատակասլաց եմ այն առումով, որ նախ մասնագիտական առումով, եթե ուզում ես հասնես քո իսկ բարձրունքին, հա, դու պետք է աշխատես քո վրա։ Ու դա պետք է լինի միշտ։ Լավագույնը լինելու սինդրոմ կա։ Չէ։ Լավագույնը լինելու սինդրոմ չկա, բայց մասնագիտության մեջ պիտի լինես լավը։
որովհետև ավելի լավ է չլինես վատ բժիշկ, ավելի լավ է չլինես բժիշկ, քան լինես վատ բժիշկ։ Դրա համար պետք է անընդհատ կարդալ եւ աշխատել, որպեսզի լինես լավը։ Խնդրում եմ ավարտել հետևյալ նախադասությունը. Ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև որովհետև դա ինձ տալիս է բավարարվածության մեծ զգացողություն։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։